կա ուժի իրավունք, այո, մտնում եւ առավանում են, գողանում են երկրի նախագահի, ու այս իրականության մեջ ամեն օր էլ զգուշացնում հեսա կխփեք Իրանին, այս իրավիճակը ստեղծում, երեք մեկ տեսան Ռուսաստանի նախագահի հայտարարությունները, արդյոք ինչ-որ չափով դրանք, այսպես ասենք, մեղմ չեն, հաշվի առնելով, որ նույն Միացյալ Նահանգները, ասենք, ինչ է անում, նույն Մադուրոյի գերեվարությունից հետո նման ինչ-որտեղ նաև գուցե թույլ ձևով արձագանքել աշխարհում տիրող իրողություններին։ Չէ, իհարկե մեղմ չեն, հարցը այն է, որ պատկերացրեք ռազմաճակատում ճակատամարտից առաջ, ասենք զորքերից մեկի գեներալը նախապատրաստվում է լայնածավալ հակահարձակման, բայց այդ հակահարձակման օրը դեռ չի եկել եւ ինքը նախորոք սկսում է այդ հակահարձակման մասին ձայնի ողջ ուժգնությամբ հայտարարել։ Պարզ է, որ այդ հակահարձակումը ձախողվելու է։ Ռուսաստանը նախապատրաստվում է այդ հակահարձակման, որի սկիզբը կարծում եմ կլինի այս տարի։ Այդ հակահարձակումը չի լինելու այսպես դրվագային, որ մի ուղղությամբ սկսի հարձակվել, մյուս ուղղությամբ դեռ ոչ, դա լինելու է հակահարձակում բոլոր ճակատներով, եւ ռազմական, եւ դիվանագիտական, տնտեսական, մի խոսքով, եւ ներսում, եւ դրսում, ամենտեղ։ Այդ հակահարձակման տակ չհասկանանք, որ ինչ-որ սկսելու է երկրների վրա հարձակվել։ Նկատի ունեմ իր գործողությունների եւ կեցվածքի կտրուկ խստացում ենք տեսնելու, բայց տեսնելու ենք միանգամից։ Եվ ինքը դրան պետք է նախապատրաստված լինի։ Ինքը այլ երկրորդ շանս Ռուսաստանը չի ունենալու։ Մի հարվածով պետք է հարցը փակի։ Այդ հարցը փակելը ինչ է լինելու։ Ինքը ստիպելու է Միացյալ Նահանգներին այդ ուժի իրավունքից հրաժարվել եւ վերադառնալ միջազգային իրավունքի տիրույթ։ Տրամփն ու Պուտինը ի վերջո ինչ որ մի երկրում հանդիպելու են, տալու են ասուլիս եւ ստորագրելու են դեկլարացիա միջազգային իրավունքի հիմնարար նորմերին հավատարիմ լինելու եւ այդ երկու պետությունով գարանտ են կանգնելու միջազգային իրավունքի պահպանմանը։ Սա է լինելու վերջը։ Ասեմ ձեզ ավելին, փակագից բացում, այդ դեկլարացիան արդեն կազմված է։ Այդ դեկլարացիան, որ ապագա պետք է ստորագրվի, արդեն կա։ Ուղղակի Միացյալ Նահանգները դեռ ուզում են փորձում են կարճած մնալ այդ ուժի դիրքերից աշխարհում հարցերը լուծելու իրենց գործելավոճից։ Իրենք արդեն ուշացել են, իրենք պետք է չթողեին Ռուսաստանին ժամանակին 2000-ականներին ոտի կանգնել։ Եթե ուզում էին այսօրվա իրավիճակը չլիներ։ Արդեն ուշացել են, Ռուսաստանը արդեն անվերադարձ արդեն ոտի է կանգնել եւ գալու է պահը, որ Միացյալ Նահանգները այլ ելք չեն ունենալու, քան հրաժարվել ուժի դիրքերից աշխարհում հարցերը լուծելուց եւ վերադառնալ միջազգային իրավունքի տիրույթ։ Բայց դրա համար Ռուսաստանը պետք է ուժով ԱՄՆ-ին ստիպի եւ այդ օրը գալու է։ Եվ նախադեպը մենք ունենք 1962 թվին Խրուշչովը ստիպեց Կենեդուն հաշվի նստել Ռուսաստանի խորհրդային միության հետ եւ հետ քայլ անել։ Իսկ այն ժամանակ ԽՍՀՄ անգամներով թույլ էր Միացյալ Նահանգներից միջուկային, ստրատեգիական միջուկային զենքի իր արսենալով։ Այսօր իրենք առնվազն հավասար են, Ռուսաստանը ինչ որտեղ ավելի ուժեղ է միջուկային զենքով։ Այնպես որ ուրիշ երկ չունի Միացյալ Նահանգները, իրենք հետ են գալու միջազգային իրավունքի տիրույթ, մանավանդ որ կարելի ասել ողջ աշխարհն է դրան կողմ։ Որևէ մեկը չի կարող դեմ լինել միջազգային իրավունքին, որովհետև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության
գերակայությունն է։ Աշխարհում չեք գտնի մեկ պետություն, որ դեմ է սեփական տարածքային ամբողջականությանը։ Չեք գտնի նման պետություն։ Այսինքն Ռուսաստանը իրականում որպես դաշնակից այդ առումով ողջ աշխարհը ունի։ Նույնիսկ ԱՄՆ դաշնակիցներն են լինելու վաղը Ռուսաստանի կողքին։ Ինչի, որտեղ իրենք էլ են տեսնում, որ վաղը եթե Միացյալ Նահանգները մտան Վենեսուելա, չգիտեմ, այնտեղ նախագահային առևանգեցին, այսօր Գրենլանդիան են ուզում, վաղը ինչ որ բան իրենցից կսկսեն փոկել։ Եվրոպայում բազմաթիվ են սեպարատիստական շարժումները, բազմաթիվ տարբեր երկրներում եվրոպական։ Հիմա պատկերացրեք այդ ինչ որ մի երկրից մասեր փոկելը դառնա նախադեպ։ Այսինքն միջազգային իրավունքը փլուզվի ամբողջությամբ եւ դա դառնա նախադեպ։ Ինչ է կարծում, ինչ կկատարվի Եվրոպայում։ Օրինակ Կատալոնիան կարող է կատաղի պայքարի մեջ մտնել Իսպանիայի հետ դուրս գալու համար։ Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող պետությունները նույն ձևով։ Ֆրանսիայում կան սեպարատիստական շարժումներ, որոնք վաղուց վանից ուզում են ազատվել, դուրս գալ Ֆրանսիա։ Այսինքն աշխարհում այդ Պանդորայի արկղը, աշխարհում կսկսի արյունալի քաոս։ Բոլորը կուզեն սեփական պետություն ունենալ եւ ինչ որ այլ պետություններից մասեր փոկել եւ դառնալ առանձին պետություն։ Պատկերացնում եք աշխարհում ինչ կկատարվի։ Աշխարհը ուղղակի կդառնա արյունալի քաոսի կվերածվի։ Ամենտեղ պատերազմ կլինի։ Դրա համար միջազգային իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքը դրել է առաջի տեղում գերակայություն որպեսզի ով ում մտքին ինչ անցնի չկարողանա հայտարարել, որ ես այս պետության կազմից ուզում եմ դուրս գալ ինքնուրույն պետություն սարքել, չի կարող այդպեսի բան լինել։ Դրա համար նույն Արցախի հարցը պետք է դիտարկել ոչ թե միջազգային իրավունքի տեսանկյունից, այլ ԽՍՀՄ օրենքների։ Այսինքն դրանք տարբեր բաներ են։ ԽՍՀՄ օրենքների համաձայն Արցախը նույն իրավունքները ուներ դուրս գալու եւ պետություն սարքելու, ինչքան Ադրբեջանը, դա միջազգային իրավունքի հետ կապ չունի։ Դա ԽՍՀՄ ներքին օրենսդրության հետ կապված հարց է։ Այնպես որ միջև այդ օրը գա, երբ որ ԱՄՆ-ին կվերադառնի միջազգային իրավունքի տիրույթ, մենք տեսնելու ենք սրացումներ, շեշտակի սրացումներ աշխարհի տարբեր տեղերում։ ԱՄՆ-ն հենց այնպես չի պատրաստվում հրաժարվել իր համաշխարհային գերիշխանությունից։ Ինքը միջև վերջ դիմադրելու է, բայց կարծում եմ այլևս ուշացած։ Այդուհանդերձ, եթե մենք ես տեսնում ենք, Միացյալ Նահանգների շատ արագ իշխողական քայլերը Ռուսաստանը արդյոք չի դանդաղում։ Չդանդաղել ինչու՞մ։ Ինքը պետք է հակահարձակման անցնի եւ հաղթի։ Այո, կարող է, բայց Ռուսաստանը չի պատրաստվում տանուլ տալ իր պատերազմը, այսպես ասենք, մեր ցանկությունները բավարարելու համար։ Ինքը հարվածը կհասցնի այն ժամանակ, երբ որ կգտնի ճիշտ է, երբ որ կգտնի, որ լիովին դրան պատրաստ է, որտեվ նորից եմ ասում, ինքը ունենալու մի շանս։ Ինքը չի ունենալու շանս, ասի, լավ, այսօր հարվածը, այսինքն հարվածը որն է, այսինքն այդ հակահարձակումը արեցի, չստացվեց, լավ, մյուս անգամ կանեմ, կարող է ստացվի։ Մյուս անգամը չի լինելու։ Ինքը մի հարվածով հարցը լուծելու է։ Այդ հարվածը լինելու է այն, որ ԱՄՆ-ն հետ քայլը անելու է եւ գալու է պայմանավորվածության։ Այդ օրը պետք է հասունացնի Ռուսաստանը, ինքը դրան նախապատրաստվում է։ Իսկ մինչ այդ մենք տեսնելու ենք, այո, մանևրեր Ռուսաստանի կողմից, որտեվ նախորոք մինչև այդ հակահարձակումը նախորոք դրա մասին հայտարարել, իսկ Ռուսաստանի նախագահի կողմից կոշտ հայտարարությունները բարձր չէ, կնշանակում է, որ ինքը արդեն անցնում է դրան։ Եթե ինքը դրան պատրաստ չի դեռ ամբողջովին
այսպես ասենք, ուժերը չի հավաքել դեռ եւ այդ process-ի մեջ է։ Ինչի համար դա ինքը պետք է հայտարարի։ Մենք հիմա չգիտենք, չէ, ինքը որ թռել է տարբեր երկրներ, Հնդկաստան, Չինաստան, այնտեղ ինչ է պայմանավորվել։ Կարող է իրենք սպասում են իր, ասենք, Ռուսաստանի նախագահի ազդանշանին Ռուսաստանի կողմից բարձրացված ապստամբությանը միանալու համար։ Այսինքն ինքը գիտի, ինքը իր սեղանի վրա է ստրատեգիական հակահարձակման քարտեզ է դրած։ Ինքը գիտի երբ եւ ոնց պետք է հարձակվի։ Մեր խնդիրն է օգտվել դրանից եւ ժամանակ շահել մինչեւ այդ օրը գալը։